Աննա Գրիգորյան։ Ես ամեն դեպքում ուզում եմ շարունակել պարգևավճարների թեման, որովհետև այն շատ մեծ սոցիալական անարդարության զգացողություն է առաջացրել մեր ժողովրդի մոտ եւ մեր ուղղակի պարտավորությունն է այդ թեման հերթական անգամ բարձրաձայնել։ Նախ այստեղ մի քանի հայտարարություններ հնչեցին, որոնց իմ պարտքն եմ համարում անդրադառնալ։ Ասվեց, որ մենք պարգևավճարները, ես կարծում եմ, որ անարդար էր նաև մեզ տրված պարգևավճարը։ Եվ այստեղ հնչում է միտք, բա վերադարձնեիք, որ միատել ձեր մեջ բաժանեիք, իսկ եթե իսկապես ուզում եք հասկանալ, թե որտեղ են գնացել այդ գումարները, ես առաջարկում եմ, եկեք առանց կամերաների, եւ դա շատ կարեւոր է, առանց կամերաների տանենք եւ ցույց տանք ձեզ, թե որտեղ են գնացել այդ գումարները։ Կարծում եմ շատ մեծ դժվարություն ձեզ համար դա չի լինի։ Հաջորդ բանը, որ ինձ համար իսկապես ականջ ծակող էր, հետևյալ միտքն է։ Թալանվածը հավաքել ենք ու պարգևավճարներ ենք բաժանել։ Բա դուք եկել եք թալանածը հավաքեք, որ ժողովրդին տայիք, թե պարգևավճար ստանայիք։ Սա ուղղակի աբսուրդ է։ Հետո այնտեղ խոսք է գնում ծրարների մասին եւ այլն։ Եթե նախկինում դա արատավոր երևույթ էր, հիմա ինչ եք դուք նույնը անում ուղղակի պետական բյուջեից։ Այսինքն խնդիրն այն էր, որ ծրարով թաքուն չտրվեր, այլ պետական բյուջեից դա գնար, եւ հետո այնտեղ ասվում է Միքայել Մինասյան եւ այլն, ես ներողություն եմ խնդրում իհարկե, բայց մինչեւ այս պահը միակ արձանագրված դեպքը, որտեղ Միքայել Մինասյանը որևէ մեկին գումար է տվել, ցավոք դա դուք եք։ Դա ես պետք է արձանագրեմ։ Իսկ եթե կարողանաք ապացուցել, որ ես իմ գործընկերները երբևէ իրենց կյանքում 10 դրամ ծրարով ստացել ենք, ես հենց հիմա մանդատս դնում եմ, կարծում եմ դա ձեզ շատ դուր կգա, հետեւաբար կարող եք աշխատել այդ ուղղությամբ։ Բայց ընդհանրապես ես ուզում եմ շատ ավելի խորքային նայել։ Ես մի երկրի падգամավոր եմ եւ դուք էլ մի երկրի կառավարություն եք, որտեղ ամեն 5-րդը աղքատ է։ Մենք այդ երկրի քաղաքացիների ներկայացուցիչներն ենք, որտեղ ամեն 5-րդը աղքատ է, որտեղ դեռևս կան ծայրահեղ աղքատ մարդիկ։ Խոսվում է նվազագույն աշխատավարձի բարձրացման մասին, ես հիմա ավարտում եմ, ներողություն եմ խնդրում։ Նվազագույն աշխատավարձի բարձրացման մասով, բայց գներն այնքան են աճել, գնաճ այնպիսին է, որ մոտ 6000-7000 դրամով գնաճը ավել է, քան նվազագույն աշխատավարձը։ Էլ չեմ ասում 8 միլիարդով պետական պարտքն ավելացրած կառավարություն եք, մեր թորների ուսերին դրած պարտքով պարգևավճար տալն իսկապես սոցիալական անարդարության Շնորհակալություն, հարցին կպատասխանի Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, համեցեք։ Նախ կարծում եմ դուք կարիք չունեք մեզ ցույց տալու, թե ինչ եք արել ձեր պարգևավճարները, ցույց տվեք ձեր ընտրողներին։ Երկրորդը, ես հստակ ասացի, որ վերադարձված թալանի 0.0000001%-ը մենք դրել ենք պետական ինստիտուտի ամրապնդման վրա, որովհետև հայտնի կանոն է, այդ թվում 2018 թվականից հակակոռուպցիոն պայքարը եղել է մեր առաջնահերթությունը։ Մենք ասել ենք 0 կոռուպցիա, եւ մենք այսօր հասնում ենք 0 կոռուպցիային։ Այո, այս որոշման արդյունքում Հայաստանի Հանրապետությունում կոռուպցիայի մակարդակը դառնալու է, ձգտելու է 0-ի։ Եվ սա շատ կարևոր քաղաքական ձեռքբերում է։ Ինչ վերաբերվում է աղքատությանը, մենք սրանով ուժեղացնում ենք աղքատության վերացմամբ զբաղվող համակարգը, որովհետև պետական կառավարման համակարգի արդյունավետությունից է կախված երկրում աղքատության մակարդակը։ Սա ներդրում է այդ թվում աղքատությունը վերացնելու ուղղությամբ։ Մի քանի, որովհետև ինչ եք կներեք արտահայտությունից դուրս տալիս։ Ինչ է նշանակում ապացուցված դեպք կա, որ միշիկը այն ծրավոր գլուխը միշիկն էլ է պատին տվել, ասողն էլ է պատին տվել, կասկածողն էլ հետն է պատին տվել։ Իսկ ինչ ասում եմ գլուխը պատին է տվել, ով տենց բան է ասում։ Ով որ տենց բան է ասում, ասում եմ դուս չտակ, չհամարձակվեք դուս տալ, չհամարձակվեք դուս տալ։ Բառից բուն իմաստով։ Եվ ինչ վերաբերվում է ծրարով փողերին, ես գիտեմ, որ դրանց հետ կապված հարուցված քրեական գործեր կան,
ես դա քննելու կարիք չունեմ, Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինները կքննեն եւ կտան անհրաժեշտ պատասխաններ։ Տիկին Գյուրեղյան, տեղյակ եք, որ ձեր խոսելու հերթը չի։ Դե մի խոսեք, որ հիշում եք։ Նշում արեք այդտեղ միտեղ, որ չմոռանաք։ Դե մի խոսեք։ Դալիճում լրություն։ Արձագանք։ Միքայել Մինասյանի եւ ձեր անձնական հարաբերությունները ինձ բացարձակապես չեն հետաքրքրում, դա մեր պետության եւ ազգի շահերին ընդհանրապես ոչ վերաբերելի հարցեր են։ Այդ հայտարարությունը հնչվել է եւ դուք չեք էլ հերքել մինչեւ այսօր։ Եթե ձեր այդ պորտկմամբ դուք ուղակի հերքում եք, կարող եք ավելի քաղաքակիրթ ցիվիլ տարբերակով ասել, որ նման բան ուղակի երբևէ տեղի չունեցել։ Ավելի հեշտ բան ուղակի չկա։ Դա ասեիք, ինչ է նշանակում, դուրս են տալիս, դուրս են տալինաս։ Խնդրում եմ Նախազգուշացում, պարոն Ալեքսանյան։ Եթե որևէ մեկը թալանել է, այդ թալանվածը պետք է վերադարձվի ժողովրդին։ Երբ որ դուք ասում եք արդյունավետ կառավարում, դուք այդ ինչքան արդյունավետ եք կառավարում, որ կրկնում եմ մեր պետական պարտքը կրկնապատկել եք հասնելով 14 միլիարդի, որի միայն վարկը սպասարկելու համար մենք տրամադրում ենք նույնքան գումար, որքան պաշտպանության ուղղվող ծախսերն են, որքան կրթության ուղղվող ծախսերն են, առողջապահության ուղղվող ծախսերն են միասին վերցրած։ Այ այդքան արդյունավետ եք դուք կառավարում։ Քանի ջրամբար եք կառուցել։ 0։ Շնորհակալություն։ Եվ այսպես ես կարող եմ թվարկել, թե որքան արդյունավետ եք դուք եղել, ել չեմ ասում անիվի։ Անջատ եք էլի բարձր խոսում։ Խնդրեմ։ Տիկին Գրիգորյան, պետք է անկեղծ ասեմ, ես տենց հայտարարություն չեմ լսել, որ ասում եք, որ տենց հայտարարություն եղել է։ Ես կխնդրեմ, որ եթե ես over react արեցի, ես դրա համար ներողություն եմ խնդրում, բայց ես իսկապես չեմ լսել տենց հայտարարություն։ Ես խնդրում եմ մեր աշխատակազմից ներկայացնի ինչ հայտարարության մասին է խոսքը, եւ եթե կա տենց հայտարարություն բաց որևէ հարթակում, համապատասխան իրավական ընթացակարգով ես դրան ընթաց կտամ։ Տեսեք, Հայաստանի արտաքին պարտքի հետ կապված, որ ասում եք, ուրեմն ես ձեզ մի բան ասեմ, Հայաստանի Հանրապետությունում 53,000 ընտանիք ձեռք է բերել հիպոթեկային վարկով բնակարան։ Բոլոր այդ ընտանիքների պարտքը տասնապատկվել է, բայց դրա արդյունքում այդ ընտանիքների բարեկեցությունը ոչ թե նվազել է, այլ աճել է։ Այսինքն այն մարդը, ով որ հիմա հիպոթեկային վարկ է ձեռք բերել, գնացեք, եկեք X բանով, պարզ վիճակագրությամբ, գնանք ցանկացած քաղաքացու բան անենք, գործը նայենք, իրան հարցնենք, ինքը այդ բնական ձեռքբերումից առաջ եւ հիմա իր պարտքը տասնապատկվել է, ինչքան ինքը պարտք է ունեցել։ Բա այդ մարդկանց ընտանիքները ինչի չեն բանանում հրաժարական տալիս։ Ինչի իրանք ընտանիքի դեմ են գործել։ Բոլորը առանց բացառության, ով որ հիպոթեկային վարկով տուն է ձեռք բերել, 90%-ը, ինչ են վերցրել, որտեղ իրանք եկամուտները աճել է։ Եվ իրանք եկամուտները աճել է, իրանք գիտեն, որ իրանք տուն ձեռք բերելը իրանք բանն է, իրանք հասանելի է, բայց իրանք 40 տարվա, 20 տարվա ծախսը չեն ուզում անեն մի անգամից, անում են կտոր, էլ չեմ ասում, որ պետություն, այսինքն պարտքը Հայաստանի ժողովուրդը եւ ընդհանրապես ժամանակակից տնտեսական կարգի մեջ դա շատ կարեւոր եւ անբաժանելի բան է։ Եթե ինչ-որ նյուանս բաց թողեցի, դա նրանից է, որ մի րոպեում շատ հարցեր եք տալիս, մի մասը նույնիսկ չենք հարցնում արձանագրել, բայց մնացածին առիթներ կունենանք անդրադառնալ։ Գեգամ Մանուկյան, համեցեք։ Աշխատակազմին շատ ծանրաբեռնակ ասեմ ինչ ասեմ։